ընտանիքի նման էինք ապրում։ Ամեն մեկս մի բան մտածում էինք, մեկը տղաները, մեկը մի հատ էժանագին գինով կգար, այն ժամանակ հրազդաներ կամ չգիտեմ ինչ էր։ Լավ ժամանակաշրջան է եղել, մտածելու բան չի եղել, մշակույթի զարգացումը խորհրդային տարիներին, չէ՞։ Չեք պատկերացնում, դա մի այդ պատերազմից հետո, այդ կոտորածներից հետո ամեն այդ բոլոր հայ ժողովրդի գլխին փոթորիկների անցումից հետո դա մի ոսկե դար էր, դա հայ արվեստի վերածննդի ժամանակն էր։ Այո։ Այդ ժամանակ այնքան նոր անուններ, թե պոեզիայում, թե կինոյում, թե թատրոնում, իսկապես ես չեմ ամաչում այդ ժամանակաշրջանը կոչել հայ արվեստի ոսկե դար։ Իսկապես։ Ինդիվիդուումներս մեր ընտանիքներից ենք սերվում, բայց ժողովրդի սերուցքը այդ ինտելիգենցիան է, այդ արվեստն է, արվեստագետներն են, երաժիշտները։ երաժիշտները, այդ ժամանակ Էդգար Հովհաննիսյանը ի հայտ եկավ իր այդ նոր բալետով, հավերժական կուրքներ գրել, դե շատ բաներ։ Սևանից պատմեք, էլի, Տիկին Անժելա, հետաքրքիր էր, բացահայտում էր ինձ համար։ Ինչ եք հիշում էլ։ Դե անձնական շփումները շատ կարևոր էր։ Ամեն մի մարդ իրեն ոնց որ շունչն էր բերում այդ մեր ընդհանուր միջավայր, ընդհանուր այդ սեղանին, այսպես ասած։ Լայն իմաստով սեղանին։ Այո, որովհետև դա մի ժամանակաշրջան էր, որ բոլորս սնվում էինք նոր ժամանակի այդ հովերով, ձգտումներով, ինչ-որ մի բան ստեղծելով, որ քանդակագործները, երաժիշտները… Երջանիկ տարիներ եղել ժամանակաշրջան, լրիվ պատկերացնում եմ ինչ եք ասում։ Տիկին Անժելա, տարիքի մասին հարցը մենք մեր եթերում չենք շրջանցում, հիմա դուք պիտի որ բացառություն չկազմեք, ինչ կարծիք եք, քանի տարեկան եք, կասեք տարիքը, կենսակերպը, ինքնազգացողությունը, տրամադրվածությունը։ Ես միշտ օպտիմիստական եմ տրամադրված և ամեն ինչ տեսնում եմ լավի մեջ, երբեք չեմ ուզում թույլ տալ, որ իմ տարիքը, իսկ ես քիչ 70 արդեն 8 տարեկան եմ, որոնցից և ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, որովհետև ես ապրել եմ մի անձնավորության հետ 50 տարի համարյա։ 43 ես հաշվեցի։ Համարյա ես ասացի, որովհետև մինչ ամուսնանալը մենք հանդիպել են 4 տարի ընկերություն էինք անում, այդ խմբով, այսպես ասած, մեծ ընկերական շրջապատ էր, որ անգամ այդ ընկերության մեջ մեկս մյուսին ինչ-որ մի բան աշխատում էինք նոր բան փոխանցել կամ ստանալ, իսկ դա քիչ չի։
Ձեր տարիները ձեզ հարստացնում ու այսօր էլ երջանկություն են պարգևում Այո, ապրած հագեցած այո։ բովանդակալից կյանքը։ Եվ իմ կյանքիս զուգընկերը, որը իսկապես արտակարգ տաղանդավոր նկարիչ էր, որը ունի երկու բան, его признали как лучшего пейзажиста Советского Союза еще в 1981 году. 81 թվականին ճանաչվել է Խորհրդային Միության լավագույն բնանկարիչ։ Բնանկարիչ, այո, Հրաշալի։ լավագույն։ Դրանից հետո արդեն տարիներ հետո դե ժողովրդական նկարիչի կոչում էլ ունեցավ։ Կյանքի իմաստը որտեղ փնտրենք։ Ոնց ապրենք, որ 80-ին մոտ ցեսպես ինքնագոհ, ինքնավստահ, ասենք, որ մենք երջանիկ ենք, որ Ես հագեցած կյանք ենք ապրել։ երջանիկ եմ իմ ստեղծած ընտանիքի մեջ էլ շատ երջանիկ կինեմ։ Ես ունեմ հրաշալի 3 երեխա, որոնք կայացած էլի շատ կայացած անձնավորություններ են։ Մեծ աղջիկս արվեստաբան է, լայն պրոֆիլի, արվեստաբան դիզայներ, որը մեծ լումա ունի այս մեր մայր տաճարի վերակառուցման և դիզայնի հարցերում։ Երկրորդ աղջիկս շատ լավ նկարչուհի է, Ինչ լավ է, որ գեներալն գեղանկարչ ասել է։ գեղանկարչուհի է։ Ես իմ հիանալի թորնուհիս որ տեսակ օպերային երգչուհի է, կոնսերվատորիան ավարտած փայլուն։ Ուրեմն ունեմ 2 դուստրիկ, մեկը նկարչուհի է, մյուսը դիզայներ է և մեկ որդի, զավակս էլ դե ինչպես է մեր հիմա Հայաստանի վիճակը, ինքը ավարտել է համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, դեռ 21 տարեկան հասակում արդեն իրեն վստահել էին արդյունաբերության մինիստրությունում զամինիստրի Փոխնախարարի այո պաշտոն է, բայց ինքը Փարիզում է հիմա ապրում, Microsoft բանում է աշխատում, как лучший специалист։ Մաղթավոր մայրիկ եք, Տիկին Անժելա, հրաշալի կին։ Իսկապես Այո, ես համարում եմ, որ ճակատագիրը ինձ սիրում է, և ես ինձ համարում եմ շատ երջանիկ